Տիկին Վարդանյան, կհիշեցնեք, քանի հարց եմ ես տվել պարոն Ղալամքարյանին հանձնաժողովի քննարկման ժամանակ։ 5-6, ինչքան ուզել եմ տվել են, ես դուրս եմ եկել, երբ հարցերը արդեն վերջացել են։ Ձեր խմբակցությունից քանի հոգի քանի հարց է տվել։ Այն կապ ունի, որ եթե ես հարցեր չտայի 5 րոպե կտևեր այդ նիստը։ Ուրեմն, Տիկին Վարդանյան, հիմա մյուսը ասում է դեստեղ գրված էր, ավելացնեք, հա, խանգարում է։ Ասում է նախագծում այդ սա գրված է, գրված է, այնա նամակը ուղարկի է, կկարդային, կվերջանա, էլ ինչ եք եկել։ Հիմա այնա գրված է, էլի, ձեր հարցերին է պատասխանել են։ Լավ է կարե, բոլոր օրենքներն է գրված է։ Հայդե գնացինք տուն։ Կարդացեք, եկեք վաղը քվեարկենք։ Հանճարեղ է իհարկե, հանճարեղ, սպանիչ։ Մյուսը ասում է 15 թվին է պայմանագիրական քվենակ, 15 թվին մենք ես եմ ձեզ ասում։ Պարոն Ղալամքարյանն է ասել, որ ժամանակ մենք բացարձակապես կապ չունեինք իշխող կոալիցիայի հետ։ Մյուսը մարդիկ 8 տարի է իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր։ 8 տարվա ընթացքում մի հատ պայմանագիր չեն բաշարել, վերափոխեն։ Չեն բաշարել, մի հատ պայմանագիր է, փոխեիք։ Բա հեծը ո՞նց է։ Մի անգամ էլ էլի պարոն Եղոյանն ասեք թող լռի։ Պարոն Եղոյան։ Բա հեծի պայմանագիրը ո՞նց եք փոխում։ Հիմա մյուսը կորուստները։ Պարոն Ղալամքարյան, մարդը հարց է տալիս, ասում է կորուստները ինչքան են կազմում, ասում է դե ջրամատակարարումը ավելացրել ենք։ Պարզ բան եմ ասում, երրորդ հային ցանցում կորուստները ո՞նց եք չափում։ Ավելացրել եք, որովհետև կարող այդ տարի անձրև աշատեք է։ Նոր ջրամբար, չնայած ոչ մի բան չեք կառուցել։ Հարցը կոնկրետ ինչքան են կազմում կորուստները, հասկանում եք, չէ՞, հունը հողից է եւ ինքը բաց է։ Եվ այս պայմաններում դուք 45 միլիոն ծախսում եք։ Աստված գիտի ինչի վրա է ծախսում, բայց հաստատ ոչ ջրամբարներ կառուցելու վրա, հաստատ ոչ ջրանցքներ կառուցելու վրա։ Եվ վերջապես պատմական ձեռքբերման մասին, դրա մասին հաճախ ենք խոսում, պարոն Ղալամքարյանն ասում է, ես հպարտ եմ, մեր կառավարությունը ծրագիր ունի 20 տարում չլինի, 50 տարում կլինի, 800,000 հեկտար ենք դարձնելու ոռոգելի հողերը իր թվերով այսօր 100,000 է։ Պարոն Ղալամքարյան, ինչով եք հպարտանում։ Որովհետև կառավարությունն ունի ծրագիր։ Վաղն է կարող է գաք ասեք ես երջանիկ եմ, որովհետև գիշերը լավ երազ եմ տեսել։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր